Կար չկար, անտառում մի լքված տնակ կար։ Տնակում երկար ժամանակ էր մարդ չէր ապրում, բայց հանկարծ մի օր ման գալիս մկնիկը հանդիպում է տնակին և բացականչում։ Տուկ-տուկ-տուկ, տանը մարդ կա, ձայն չի լսում, որոշում են ներս մտնել և ապրել այնտեղ։ Անցնում է մի քանի օր, նապաստակը անտառում ցատկոտելով խաղում է, հեռվից նկատում է տնակ, մոտենում է ու թակում դուռը, այս ում տունն է, ում պալատը, ով է ապրում պալատում։ Ես ճստիկ մկնիկը, դու ով ես։ Ես նապաստակն եմ, երկար ականջներ ունեմ, գազար եմ սիրում ուտել։ Ինչ ես կարողանում անել։ Ես կարողանում եմ տուն մաքրել, կարող եմ գալ քեզ հետ ապրել։ Այո, Անկիկ, տուն չունեմ։ Արի երկուսը ավելի հետաքրքիր կլինի։ Շատ լավ, ուրա։ Միաժամանակ անց տնակի մոտով անցնում է գորդը։ Տուկ-տուկ-տուկ, ով է ապրում այս տնակում։ Ես ճստիկ մկնիկը։ Ես երկար ականջներով նապաստակը, դու ով ես։ Ես կվակվա գորդն եմ։ Ես գոտը։ Ես եմ գոտ, դու ես գոտ։ Ինչ ես կարողանում անել գորդ։ Ես կարողանում եմ ճանճերին քշել տնից, ուտել բոլոր որդերին։ Շատ լավ է, մեր տարածքում շատ անպիտան միջատներ կան, արի մեզ հետ ապրի։ Ահա, գորդն էլ է ապրում։ Մի օր տան մոտով անցնում է խորամանկ աղվեսը, խորամանկ, փափկամազիկ, այն ինչ տուն է հեռվում երևում, գնամ դուռը թակեմ, տուկ-տուկ-տուկ, այս ում տունն է, ում պալատը, Ով է ապրում այս պալատում Ես ճստիկ-պստիկ մուկիկը։ ես նապաստակը երկար ականջներով, Ես կվակվա գորդը։ Դու ով ես։ ես փափկամազիկ մի քիչ խորամանկ աղվեսն եմ, կարող եմ ձեզ հետ ապրել։ Ինչ ես կարողանում անել։ Գնա նստիր տեղդ։ Ես կարողանում եմ համեղ ճաշիկներ պատրաստել։ Լավ, արիր։ Եկա։ Անցնում են օրեր և տնակի մոտով անցնում է ծուրթատ արջը։ Տուկ-տուկ-տուկ-տուկ։ Այսում տունն է, այսում պալատը, ով է ապրում այս դղյակում։ Ես ճստիկ մկնիկը։ Ասա ես նապաստակը։ Ես նապաստակը։ Ես կվակվա գորդը։ Փափլիկ, փափկամազիկ։ Աղվեսիկը։ Իսկ դու ով ես։ Ես նապաստակ ականջերով։ Ծուրթատ արջն է։ Ինչ ես կարողանում անել։ Ես կարող եմ գնալ անտառ և համեղ մեղր բերեմ, համեղ հատապտուղներ բերել։ Շատ լավ է, բայց շատ լավ է։ Արջուկ, դու շատ մեծ ես, եթե գաս, տունը կքանդվի։ Իսկ մեր տունը փոքր է։ Ոչինչ, մի բան կանենք, ես կգնամ տանիքին և բոլորս միասին կապրենք։ Ահա, արջը բարձրանում է խրճիթի տանիքին, տնակը քանդվում է, տնակից արագ փոխնում են, ճստիկ մկնիկը, կվակվա գորդը, շրջիկ նապաստակը, փափլիկ աղվեսը և ծուրթատ արջը։ Բոլորը տխրում են, բայց արջը առաջարկում է։ Եկեք միասին մեծ և գեղեցիկ տնակ պատրաստենք, համաձայն ենք բոլորով երբ հավաքվում են, կարողանում են տնակ պատրաստել։ առանձին միայնակ իրենք չէին կարող տուն պատրաստել, բայց երբ համախմբված են, իրար օգնում են, ստացվում է շոտ մեծ տուն են Եվ պատրաստում։ բոլորով ապրում են այդ տանը։ Հաշտ ու համերաշխ, հեքիաթը Ավարտվում է։